Այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ապրանք է ներմուծել $960 արժողությամբ, այդ մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։ Թե ինչ ապրանք է ներմուծվել Հայաստանից չի նշվում, ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում հետաքրքրություն կա Հայաստանից ալյումին, ալյումինի փայլատիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք ներմուծելու հարցում։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը չի աջակցել բանաձևին, որը պարտավորեցնում էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել ռազմական գործողություններն Իրանի դեմ եւ ամերիկյան զորքերը դուրս բերել հակամարտության գոտուց, քանի դեռ Կոնգրեսը պաշտոնապես հավանություն չի տվել ուժի հետագա կիրառմանը։ Դեմոկրատական կուսակցության ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 47 սենատոր դեմ 52-ը։ Հանրապետական կուսակցությունը վերահսկում է Կոնգրեսի վերին պալատը, ինչը մեծապես կանխորոշել է քվեարկության արդյունքը։ Բանաձևի դեմոկրատ աջակիցները պնդել են, որ Իրանի դեմ ռազմական արշավն անօրինական է եւ բավարար հիմնավորում չունի։ Նրանք հայտարարել են, որ մինչև հակամարտության ավարտը կշարունակեն նմանատիպ նախաձեռնություններ ներկայացնել Սենատ, հասնելու քվեարկության ցանկալի արդյունքի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նավթային հատվածի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Ֆինանսների նախարարությունը հասանելի ամբողջ գործիքակազմն ու լիազորությունները, այդ թվում երկրորդային պատժամիջոցները, կօգտագործի նրանց դեմ, ովքեր շարունակում են աջակցել Թեհրանի ահաբեկչական գործունեությանը, հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Պատժամիջոցներ են սահմանվել 2 տասնյակից ավելի ֆիզիկական անձի, ընկերության եւ նավի նկատմամբ։ Միացյալ Նահանգներում գտնվող նրանց ունեցվածքն ու ակտիվներն արգելափակվել են։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պատժամիջոցների սահմանման մասին հաղորդագրության մեջ նշել է, որ Վաշինգտոնը գործում է վճռականորեն սահմանափակելու Իրանի եկամուտ ստանալու կարողությունը, քանի դեռ Թեհրանը փորձում է պատանդ պահել Հորմուզի նեղուցը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրին, որը Թեհրան է ժամանել Վաշինգտոնից հաղորդագրություն փոխանցելու համար։ Ֆելդմարշալին դիմավորելու տեսանյութը համապատասխան գրառմամբ Արաղչին հրապարակել է սոցիալական ցանցում։ Ես շնորհակալություն հայտնեցի Պակիստանին երկխոսությունը բարեհաճորեն հյուրընկալելու համար, ընդգծելով, որ սա արտացոլում է մեր խոր եւ հրաշալի երկկողմ հարաբերությունները, նշել է Արաղչին։ Նա նշել է, որ Իրանի եւ Պակիստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում մնում է ամուր։ Իրանական պրես TV-ն հաղորդել է, որ պակիստանյան պատվիրակության այցի նպատակն է ԱՄՆ ուղերձը փոխանցել Իրանի ղեկավարությանը եւ պլանավորել բանակցությունների հաջորդ փուլը։ Թասնիմ գործակալությունն էլ հաղորդել է, որ Իրանը քննարկումներ կանցկացնի որոշելու, թե արդյոք նպատակահարմար է մասնակցել Միացյալ Նահանգների հետ նոր հանդիպմանը։ Ըստ գործակալության աղբյուրների, Լիբանանում հրադադարը դրական ազդանշան կլինի Իրանի համար բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ որոշում կայացնելու առումով։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել էր, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի շփումները շարունակվում են, իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ ասել էր, որ առաջիկա օրերին Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել։ Ուկրաինան եւ Ռուսաստանը հայտնել են փոխադարձ հարվածներ հասցնելու մասին, որոնց հետևանքով կան զոհեր։ Ըստ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիևում զոհվել է 4 մարդ, այդ թվում երեխա։ 48 մարդ վիրավորվել է։ Օդեսայում 8 մարդ է զոհվել։ Դնեպրոպետրովսկի մարզում 3 մարդ զոհվել է, 34-ը վիրավորվել։ Խարկովում 2 մարդ վիրավորվել է։ Ըստ ուկրաինական ռազմաօդային ուժերի վերջին 1 օրվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 44 հրթիռ, 659 ԱԹՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերվա ընթացքում Ուկրաինական 200-ից ավելի անօդաչու խոցելու մասին։ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում 5 եւ 14 տարեկան 2 երեխա է զոհվել։ Եվս 2 մարդ վիրավորվել է։ Դավիթ Մուրադյան, լուրեր։